Հովտաշուշան կամ Բուանդիշ։ Հրաշալի է։ Ես դուք եք քաղել։ Որտեղից։ Կիրովականից։ Սա գիրովական է, չի։ Հա, դիմացել։ Հա։ Դիմաստաղից։ Դիմաստաղից։ Այնտեղ աճում է, հա։ Հրաշալի է։ Ես այս տարի չէի տեսել հովտաշուշանները։ Այն որ հասկացա, որ գարուն է եկել։ Հարուսուտանք, արդեն ամառ է։ Դեռ չկա, չենք զգում։ Դուք ձեր վերնազգեստը չի խոսում նրա մասին, որ բայց այդ եմ ասում։ Ձուն է, սարը ձուն է։ Սարերն էլ ձուն է։ Ընտրության գնալու եք ամառը, որ գա մի քանի օրից։ Դրա օրը գա բարի հետ։ Չեք որոշել։ Գնալու։ Բայց չեք որոշել ում եք ընտրելու։ Դրա չէ։ Բայց օր չի մնացել, է։ Դժվար չի որոշել։ Թողում եք վերջին օրվան։ Ուսանողի պես էլի, որ Չինարենը մի օրում սովորում է վերջին օրը։ Այդպես։ Դե լավ, հաջողություն ձեզ։ Եվ նորից պետք է ցույց տամ ձեր ծաղիկները։ Դրաշք է։ Քարոզարշավի ընթացքում առաջին անգամ այցելել եմ Վանաձոր եւ ինձ շատ հետաքրքիր է թե ինչ են մտածում Վանաձորի բնակիչները Քարոզարշավի մասին, կողմնորոշված են արդյոք ընտրությունների համար։ Բարև ձեզ։ Գիտեք որ Քարոզարշավ է ընթանում։ Ես լրագրող եմ, զրուցում եմ վանաձորցիների հետ, տեսնեմ ինչ գնալու եք ընտրության։ Անպայման։ Դուք շատ լավ զրուցակից կլինեք, եթե ասեք թե ինչ տրամադրություններ կան ձեր կարծիքով Վանաձորում։ Շատ լավ տրամադրված են բոլոր ընտրությունների համար։ Դուր է գալիս Քարոզարշավը, ինչպիսի Քարոզարշավ է։ Որ հետևում եք, լսում եք, ձեզ դուր է գալիս ոճը։ Իհարկե։ Հա։ Ինչն է ձեզ դուր գալիս։ Ժողովրդի աշխուժությունը, նրանց մտածելակերպը, արդար ընտրությունը։ Հա։ Ում մտածելակերպը, նրանք շատ են, 19 են։ 19 են, այո ում կընտրի։ Դա չեմ կարող արդեն ասել, քանի որ գաղտնի քվեարկություն է։ Ուզում եք իմանալ ով է եկել։ Դե գիտեք ով է եկել։ Ով է եկել։ Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի թիմը։ Երևի ինքը չի եկել։ Դե բարձր ինքը չի։ Իսկ ինքը ինչի չի եկել, գիտեք։ Չգիտեմ։ Չգիտեք ու ինչի չի եկել։ Իր եղբոր տղան եկել է, բայց։ Գիտեմ։ Ձեզ հետաքրքիր է ինչ են իրենք խոստանում, ինչ հետաքրքիր է։ Բոլորին լսում եք, բոլորին հետևում եք։ Բոլորին լսում եմ, բոլորին հետևում եմ, շնորհակալություն։ Գնալու եք ընտրության։ Շատ լավ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Դուք ընտրության գնացող մարդ եք, թե չգնացող մարդ եք։ Գնացող եք։ Հիմա այնտեղ մի կուսակցություն, մի դաշինք եկել է եւ ներկայացնում է իր, այսպես ասած, նախընտրական ծրագրերը։ Դուք բոլորին լսում եք, թե չեք լսում։ Լսում ենք։ Եվ ինչ տպավորություն ունեք։ Գաղտնիք է։ Չեմ ասում թե ում եք ընտրելու։ Գաղտնիքներ ունեցող մարդիկ։ Գաղտնիքներ։ Ես գաղտնիքներ չեմ հարցնում, ոչ մի գաղտնիք չեմ հարցնում։ Չեք ուզում խոսեք, ինչի։ Դուք ունեք գաղտնիքներ։ Մեծ կարգին հաղորդում կա, սեկրետ ունես, հիմա էսա։ Սեկրետ չունեք, լավ։ Բարև ձեզ։ Բարև փոքրիկ։ Չէ։ Բարև ձեզ։ Հələ ինչ ձկներ են։ Ինչ ձկներն եմ նկարում։ Չնկարեմ։ Ինչի։ Ինչի չնկարեմ։ Սպարտ ասում եմ ձկները մի նկարեք։ Ձկները դեմ չեն։ Շարունակում ենք փնտրել մարդկանց, ովքեր պատրաստ են ներկայացնել իրենց տեսակետը առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Այսօր չնայած մի փոքր անպամած է եղանակը, բայց նաև շատ պայծառ օր է։ Գարնանային կարող եմ ասել երևի առաջին մի փոքր տաք օրն է այստեղ։ Խնդրեմ։ Առևտուրը եռում է։ Հանրահավաքը դեռ չի սկսվել, ես զրուցում եմ մարդկանց հետ։ Բարև ձեզ։ Կարող եք գնում եք այնտեղ հանրահավաք։ Ինչու՞։ Լավ։ Քարոզարշավին հետևում եք։ Երբեք են գնում կոնկրետ։ Հա, հիմա գնում եք կոնկրետ այս քարոզարշավին։ Ինչ տպավորություն եք ընդհանուր քարոզարշավից։ Շատ մեծ ոգևորությամբ գնում ենք մասնակցենք։ Հա, դուք կոնկրետ այս ուժի համար կողմնորոշված մարդիկ եք։ Դուք էլ։ Այո։
Չեմ խանգարում ձեզ, գնացեք։ Մերկի շատ լավ, իսկ ընդհանուր առմամբ։ Հարազարշավ գախնիկ հա։ Չեմ ասում ում եք ընտրում, ես ես չեմ հարցնում, ասում եմ հետևում եք ընդհանուր առմամբ, ինչպիսի տպավորություն եք։ Կարծում եմ դուք նախորդ տարիների քարոզարշավներն էլ կհիշեք, չէ՞։ Սա ինչով է տարբերվում, ինչով է հետաքրքիր։ Կարա ոչ մի բան ասեմ։ Ձեզ դուր է գալիս ոճը, որով քաղաքական գործիչները Իհարկե։ արտահայտում են իրենց մտքերը։ Գախնիկ հա չեմ Եկել ա կարող գաղտնիք։ ասեմ, հա։ Ինչքան շատ գաղտնիք ունեք դուք։ Հա, Էլի շատ։ ունեք գաղտնիքներ։ Գիտեք ինչի, որտեղ տեղ ոչ մի գաղտնիք չկա։ Ասենք մի բան ինձ դուր է գալիս, ասենք ես ասում եմ այս քարոզարշավը շատ քաղաքակիրթ է։ Կամ այս քարոզարշավը իմ ճաշակով չէ։ Այդտեղ գաղտնիքը ո՞րն է, Տիկին ջան։ Հաջողություն ձեզ։ Գիտեք ինչ եմ ասում, ասում եմ գոնե մի քիչ հասուն տարիքի մարդիկ չեն վախենա եւ կխոսեն լրագրողի հետ։ Քաղաքական այս իրավիճակում, ոչինչ մի վարքի Ես լրագրող եմ հրապարակ TV-ից։ Զրուցում եմ բոլորի հետ, ինձ համար միևնույնն է ով է։ Ինձ համար կարևոր է, որ մարդը արտահայտի իր իսկական կարծիքը։ Իսկական կարծիքը, գնալու չի։ Հա, կկանգնեք։ Հա, Լավ չի նկարվում, էլի։ հա պարտադիր եք նկարել։ Բա ո՞նց անեմ, առանց նկարել ոչ կգնի, ասեք։ Հա, ուրեմն ես միայն ուզում եմ, որ հայ ժողովուրդը ինքը ապրի հազարամյակներով ոնց ա եղել իր հողի վրա ապրի, առանց զոհերի, առանց այս մախինացիաների, առանց դավաճանների, այդքան բան, Գնալու եք ընտրության։ անպայման, Կողմնորոշված մարդ եք։ իհարկե, բացի Նիկոլից, Բացի Նիկոլից, այո, բացի դավաճան, էլ ես չգիտեմ, հողատու, հա, իր ազգը չսիրող հետամնավորությունից, դուք երևի իրան եք ներկայացնում։ ես լրագրող եմ, գիտեք, ես ոչ մեկին էլ չեմ ներկայացնում։ Դա իմ Բայց իրեն առավել եւս չեմ ներկայացնում, ոչ։ Ինչու ձեզ թվաց, որ ես իրեն եմ ներկայացնում, Տիկին ջան։ Չօրինակ ինձ հետաքրքիր է։ ասենք, չգիտեմ, իմ տեսակետը, իմ կարծիքը, իմ հողը, այս են որ կրկնում է, Ինչպես։ այսինքն քո հողն է սա, քո հողն է, քո հայրենիքն է, իմ հազարամյակներով հայ ժողովուրդը ուղղակի այսօր շոկի մեջ են, ես չեմ հասկանում ինչա Լավ, կատարվում։ ինչքան պետք է այդ շոկը շարունակվի ձեր կարծիքով։ Դե չգիտեմ, գիտեք ոնց է, ասենք, դոզան շատ ուժեղ է, սև ու սպիտակների, հա, այդ ձևով ու զարմանում եմ, որ ոնց կարելի է, հողը արյունով են պահում, ոչ թե ծախում են, վաճառում են, ենելում, երբ որ նրանք բացարձակ ասում են մերն է, չեն եզրակացնում, հասկանում եք, չեն եզրակացնում, որ սա այս ինչա Լավ, կատարվում։ ինչու ձեր համակարգացիները խուսափում են զրուցել լրագրողի հետ։ Ինչու խուսափում չի ասել։ Դուք խոսեցիք ձեզնից առաջ համարյա 1-2 մարդ է խոսել, ես ահագի ժամանակ այդ շրջում եմ։ Ինչու։ Ես չեմ խուսափում, կարծիք արտահայտելը դա քրեական գործ չի հարուցվում։ Այդպես մի ասեք, կարծիքը քրեական գործի է հասել։ Կարծիքը չէ։ Ես իմ կարծիքն եմ արտահայտում, դա ես վտանգավոր բան չեմ տեսնում, անավանդ այս պայմաններում, ոչ մի վտանգավոր ոչինչ չեմ տեսնում, այդ ձևով։ Իսկ քարոզարշավը ինչպիսին է, քանի որ զրուցում ենք, զրուցենք։ Քարոզարշավը, գիտեք ոնց է, իմ պատկերացմամբ էլ իրար նկատմամբ այդ ցեղ շպրտելը, կեղ շպրտելը, մեկը մեկին քննադատելը, միահամուռապետ, հասկանում եք, բոլորը միասին այս երկից դուրս գանք։ 50%-ից ավելին ակտիվ են, բայց այդ ակտիվությունը, ինչպիսի ակտիվություն է, ես դա եմ ուզում ասել։ Փոփոխության միայն կասեի։ Հա, փոփոխության։ Այո, այո։ Շատ լավ, իսկ ինչու են խուսափում վանաձորցիների իմ հետ խոսել, զրուցել ինձ հետ։ Չեմ կարող ասել։ Մենք Ո՞նց մեզ եք, միայն պատասխան կարող ենք տալ։ Մենք չենք խուսափում, մենք կարող ենք պատասխանել։ Շատ լավ։ Այսօր այնտեղ լինելու է հանրահավաք, համերգ, Քվեաթերթիկում 3-րդը։ Այո։ Սամվել Կարապետյանի ուժն է։ Պատրաստվում եք մասնակցել։ Իհարկե, առաջիներից մեկը։ Գնալու եք մասնակցել։ Այո, միայն։ Համար 3։ Օ, հասկանալի է։ Շատ լավ, հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Ես փնտրում եմ զրուցակիցներ, մի քիչ ավելի երկար վերլուծության համար։ Բարև ձեզ։ Քարոզարշավին հետևում եք։ Ինչ տպավորություն։ Հա, ես տեսա, դուք երրորդին ընտրող եք, դուք եք երրորդին ընտրող։ Այո, բա լորեց ենքում պետք է ընտրեք։ Բոլոր լոռեցիները ընտրելու են երրորդին։ Ցանկալի է որ ընտրեն։ Իսկ ձեր կարծիքով ինչպես է բաշխվում, այսպես ասած, հանրության մեջ ձայները։
Ինձ թվում է 50+1%։ Մերը։ Այդպես է Հա, կարծում։ մնացածը Այսինքն ձեր կբաշխում։ բոլոր ընկերծանոթ եւ այլն գրեթե բոլորը ընտրում են մեծամասամբ հա։ դուք էլ հա բոլորով այսպես։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեր պատասխանի համար։ Արդեն կողմնորոշված մարդկանց շատ հարցեր չկա տալու, որովհետեւ մարդիկ կողմնորոշվել են, գիտեն իրենց անելիքը։ Ինձ ավելի շատ հետաքրքրում են մարդիկ, որոնք ընտրություններից մի շաբաթ առաջ ասում են ես կողմնորոշված չեմ։ Բայց ինչքան ժամ, երբ պետք է կողմնորոշվեն։ Գուցե նրանք այդպես անընդհատ կողմնորոշվեն եւ հունիսի 7-ից հետո էլ շարունակեն կողմնորոշվել, բայց դա անօգուտ կլինի։ Բարև ձեզ։ Դուք Քարոզ Արշավին հետևում եք։ Չէ՞։ Բա ինչու՞ չէ։ Նայեք, ինչ լավ ելակ են վաճառում։ Բարև ձեզ։ Համնելա չէ լավը։ Հա, ելակի մասին եմ ասում, շատ լավ ելակ են վաճառում։ Ես գիտեմ, դուք գնորդ եք։ Իսկ ընտրող եք արդյոք։ Ընտրությունների գնալու եք։ Հա։ Օրենսդրական ընտրությունների։ Հա, բա ո՞նց են գնալու։ Ո՞նց են գնալու։ Այնքան մարդ։ Լիքը մարդ ասում է ես չեմ գնալու։ Ես գնալու եմ։ Մեծ սիրով։ Որոշել եք արդեն ում եք ընտրելու։ Անպայման։ Սամվելն եմ ընտրելու։ Հաստատ Նիկոլին չեմ ընտրել։ Կարապետյան Սամվել։ Կարապետյանին։ Կարապետյան։ Իրա մարդ լինելու համար, իրա բարեգործությունների համար։ Ամենայն դեպս հարմար տեխնացու էլ չկա, որ ընտրենք, բայց բոլորի մեջից ամենահարմարը Սամվել Կարապետյանն է։ Շատ լավ։ Հույսով եմ իմ եւ մեծամասնության համար։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ինքն ձեր կինն է։ Այո։ Ասեմ ես լսեցի ինքը ասեց, իսկ ես ընտրում եմ իմ մարդուն։ Դες այնքան։ Դուք գնալու եք հունիսի 7-ին ընտրատեղամաս եւ ընտրեք ձեր ամուսնուն։ Այո, գնալու եմ ավելացնել ամուսնալու իրար։ Երջանիկ մարդ է ձեր ամուսինը, ինքը կողմնորոշված, ելակը, լիքը ընտրի ելակ, ինն էլ իրեն է ընտրում։ Լավ մնացեք։ Դուք էլ։ Ձեզ էլ։ Լավ այսպես։ Այստեղ տախտիկներ չկային։ Մարդիկ բարս շակատով ասում են, ում են ընտրելու։